Ես շատ եմ խոսել երևույթի մասին, որ մարդուն չպետք է ստիպողաբար տանել բժշկի։ Կապ չունի, գիտեք ինչ առողջական խնդիր է, սրտի ստենդավորում է, չգիտեմ, վիրահատություն է ծանր, սեռական մարդուն զորով չի կա, նա չի բուժվելու։ Հարգելի օգտատեր, դուք բազմաթիվ անգամ տարբեր մեկնաբանություններով գրում եք ձեր ամուսնու խնդիրը։ Դա բացառվում է, ես չունեմ դրա իրավունքը եւ նույնիսկ եթե ունենամ, ինձ որպես ոչ որպես մասնագետ, ոչ որպես մարդ չեմ հարգի, եթե ես նշանակեմ մոտավոր դեղեր։ Ինչ դեղ։ Տարիքից կախված, առողջական խնդիրներից կախված, գուցե հոգեբանական ֆակտորով պայմանով, չգիտեմ, 1000 բանից կարա լինի այդ խնդիրը։ Ոնց եք դուք դա պատկերացնում։ Երևակայքը սա եւի պետք է ուղղված լինի ավելի շատ տղամարդկանց խոսքը, որ ինչ եք թողում բանը հասնի դրան, որ ընտանիքում արդեն առաջանում է խնդիր, որ ձեր կինը քայլեր է ձեռնարկում, բժիշկ ան գալիս, փնտրում է, գտնում է, փորձում է հարցին լուծման տարբերակներ գտնել։ Նույն մարդը գրող, նույն այս հարցը գրող մարդը ինքը ընթացքում պատմում էր, որ ոչ թե պատմում էր, արդարանում էր, ինչի համար իրանք չեն գալիս, ոչ թե չեն գալիս, արդարանում էր, ինչի է ինքը ուզում դեղատոմսը ես գրեմ, առաջարկեց նույնիսկ վճարել դրա համար, ասում եմ, բայց ի՞նչն է խնդիրը, որ չեք գալիս, ամաչում է։ Ես շատ լավ հիշում եմ, համ հիշում եմ, համ էլ ես որտեղ գիտեմ ստանդարտ այդ պատասխանն եմ տալիս, երբ ինձ ասում են ամաչում, ասում ամաչելով հələ ոչ մեկի հարցը չի լուծվել, ձեր հարցն է չի լուծվելու։ Հարգելի տղամարդիկ, մի այդքան բարդացրեք իրավիճակը։ Պրոբլեմա կա, եկեք գնացեք բժշկի, տեսեք ինչ խնդիր է։ Ինչի եք թողում բանը այդքան բանից անցնի դառնա պատմություն։ Եղած է ընդհանրապես մի հատ չգիտեմ, հետազոտություններ անցնել եւ խնդիր կարգավորելն, այդքան կթողեն ամեն ինչ բարթանա, ես չեմ պատկերացնում էլ ինչի համար։ Տենց քանդվում է ձեր ընտանիքը, տենց տուժում է ձեր ընտանիքի բարոյահոգեբանական մթնոլորտը։ Դա անդրադառնում է ձեր որպես ամուսիններ փոխհարաբերությունների վրա, ու սենց ինչ որ խնդիր, որ կարող շատ հեշտ տարբերակով լուծում ստանալ, դառնում է ինչ որ շատ մեծ պատմություն։